Ողջույն բարեկամներ, այսօր կրկին ձեզ հետ անգլերեն զրույցի դասապատրաստում դասընթացն է և մենք հաճախ տրվող հարցեր բաժնում ենք։ Խոսելու ենք աստիճան և աղբ բառերի մասին, դրանց գործածության, նրանց տարատեսակների մասին, անգլերենում ինչպես են դրանք գործածվում։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել անգլերեն զրույցի դասապատրաստում դասընթացին, հավանել մեր էջը և գրել ձեր մեկնաբանությունները։ Հիմա սկսենք։ Նայում ենք այստեղ աստիճաններն են, 4 տեսակի աստիճան և 4 տեսակի բառ՝ ladder, steps և stairs։ Երբ է գործածում ladder, երբ step ladder, երբ steps և երբ stairs։ Հիմա նայում ենք։ Ladder շարժական աստիճան է, կարող է տեղափոխվել մի վայրից մյուսը, օգտագործվում է բարձրանալու, ինչպես նաև իջնելու համար։ Ladder։ Սա մեր առաջին նկարը, ladder։ Երկրորդը step ladder, կրկին շարժական է, կարող է տեղափոխվել մի վայրից մյուսը և օգտագործվում է բարձրանալու կամ իջնելու համար։ Հաջորդը stairs-ը արդեն սրանք ֆիքսված աստիճանների շենքի ներսում։ Ինչու շենքի ներսում stairs, որովհետև այս մյուսը արդեն շենքից դուրս է, կրկին աստիճաններ են, բայց չենք ասի stairs, կասենք steps։ Ուրեմն ladder և step ladder, սրանք շարժական աստիճաններ են, steps աստիճաններ դրսում, ոչ շենքի ներսում, և stairs աստիճաններ շենքի ներսում, մի հարկից մյուսը իհարկե բարձրանալու համար։ Սրանք տարատեսակ բառերով, տարատեսակ աստիճաններ, 4 տեսակի աստիճաններ։ Հաջորդը արդեն ձեզ հայտնի աղբ բառն է, որ անգլերենում գիտենք, որ աղբի տարբեր տեսակներ տարբեր տեղերում են հավաքագրվում։ Հիմա ունենք trash, rubbish, garbage, waste և litter։ Այս 5 բառերն էլ կոչվում են աղբ, հայերենում աղբ, իրենց մոտ տարբեր բառերով, 5 բառով արտահայտված։ Հիմա տեսնենք, որ բառը երբ է գործածվում։ Trash, առաջինը trash, աղբ, ցանկացած աղբ, առանց տարբերակելու, ինչպես մեր մոտ ցանկացած խառը աղբ լցնում են, ասենք, աղբամանը, սա կոչվում է trash։ Ավելի շատ գործածում են ամերիկացիները trash։ Հիշեք, ամերիկացիները ցանկացած խառը աղբ կամ աղբի տարբեր տեսակ, ինչ տեսակ ուզում է լինի, ասելու են trash։ Հաջորդը rubbish, սա կրկին աղբ է կոչվում։ Այս բառը rubbish գործածում են բրիտանացիները, կրկին ցանկացած աղբ առանց տարբերակելու, ցանկացած աղբ, ինչպես վերևում trash, այստեղ rubbish, նույն բառը, ամերիկացիները ասում են trash, անգլիացիները նույն ձևով նույն աղբը ասում են rubbish։ Երրորդը garbage։ Garbage-ը սննդային թափոններին է վերաբերում, սննդային garbage։ Մյուսը waste, գործածում է պաշտոնական համատեքստերում, հիմնարկներում, հիմնականում waste, և հինգերորդը, սա ասենք հասարակական վայրերում թափված աղբին է վերաբերում, պատահում է չի, ասենք անցնում եք ինչ-որ մի բան թափում եք, ձեռքի եք թափում հասարակական վայրում, սա litter-ն է։ Ուրեմն litter հասարակական վայրերում թափած աղբն է, ուրեմն պաշտոնական վայրերում գործածվող աղբը waste, սննդային թափոնների վերաբերող աղբը garbage, բրիտանացիները ցանկացած աղբի տեսակ անվանում են rubbish, նույնը ամերիկացիները նույն տեսակի ցանկացած աղբի տեսակը անվանում են trash։ Հիմա, եթե շփոթվել եք, չգիտեք կամ մոռացել եք անգլերեն աղբ կոչվող բառը, մեր այդ միակ բառը, աղբ կոչվող բառը, անգլերենում ինչպես է գործածվում, որ բառն է այս բառերից որտեղ գործածվում, ուրեմն կարող եք ուղղակի գործածել trash բառը, քանի որ այն վերաբերում է ընդհանրապես աղբին առանց տարբերակելու աղբի տեսակը։ Իսկ ինչու trash և ոչ rubbish, երկուսն են նույն իմաստն են օգտագործում, հիմնականում ավելի շատ տարածված է ամերիկյան տարբերակը, դրա համար եթե շփոթվել եք, խառնել եք, չեք հիշում, ուրեմն օգտագործեք trash, որովհետև ցանկացած աղբ
trash-ը։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, goodbye։